Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ձեզ ներկայացնեմ երրորդ հաշվետվության արդեն ճիշտ է ոչ վերջնական ներկայացրած որոշ աշխատանքներում իմ նկատած խնդիրները։ Արդեն 2 օր է, որ արդյունքները վերլուծում եմ եւ ներկայացնում եմ նախ ուրեմն դպրոցներին, որպեսզի նրանք եւս մեկ անգամ անդրադառնան հաշվետվությանը եւ ուզում եմ ուրեմն նախ եւ առաջ խոսել ներդպրոցական վերահսկողության մասին։ Նախ դպրոցները պետք է ներկայացնեն ներդպրոցական վերահսկողության թեմաները եւ ասեն ինչի համար են այդ վերահսկողությունը կազմակերպում։ Ինչ շատ դպրոցներ ասում են ուրեմն տեղը քիչ է եւ չի տեղավորվում, իրականում նրանք սովորության համաձայն առաջի երկրորդ հաշվետվության դրամաբանությամբ այդ տարածքում փորձում են տեղադրել տարեկան աշխատանքային պլանի հունվար-փետրվար ամիսների այդ բովանդակությունը, որը բնականաբար չի տեղավորվի, բայց մենք արդեն այդ տարեկան պլանը չենք ուզում։ Մենք արդեն ուզում ենք, որ դուք ներկայացնեք ներդպրոցական վերահսկողության նպատակները միայն, խնդրում եմ, ուրեմն առաջադրանքների վրա ուշադրություն դարձնեք։ Ներդպրոցական վերահսկողության նպատակները, որոնք շարադրված են ուրեմն դպրոցների կողմից, իրանք շատ հետաքրքիր առանձնահատկություն ունեն, այսպես ասեմ։ Նախ տարօրինակ որ դպրոցը ցանկանում է հնարավորին շատ ներդպրոցական վերահսկողության աշխատանքներ ներկայացնել։ Ես իմ տարբեր վիդեոներում առաջարկում էի, որ հատկապես հիմա այս սկզբնական փուլում, երբ որ այդքան մեծ փորձառություն ունենք, այն հիմնական վերահսկողական աշխատանքները, որի ընթացքում կատարում են գնահատումներ, օրինակ վերջնարդյունքների զարգացման գնահատում կամ գնահատման համակարգն ենք ուզում ստուգել եւ գնահատումը, ասենք, տարական դասարաններում կամ գնահատումը միջին դպրոցում կամ ավագ դպրոցում, ֆիզիկայի դրվածքի ուսումնասիրություն, մաթեմատիկայի կամ ասենք հայոց պատմության ժամերին վերջնարդյունքների զարգացման գնահատում եւ այլն, այդ կարգի վերահսկողական աշխատանքները մաքսիմում դպրոցը կարող է իրականացնել ամսվա ընթացքում 2 հատ, ոչ ավել, այս փուլում։ Հետագայում էլ գուցե դժվար լինի, որովհետեւ դրանք ծավալուն են, լուրջ ուսումնասիրություններ են պահանջում, դրա մասին ես ձեզ բավականին վիդեոներ արդեն տրամադրել եմ։ Կան նաև ներդպրոցական վերահսկողություն, օրինակ էլեկտրոնային մատյանի ստուգում, որը ամեն ամիս պետք է լինի եւ ամեն ամիս ամսվա վերջում տնօրեն տեղակալը ուսումնասիրում է էլեկտրոնային մատյանի գրանցումները, ապահովում է դրանց պատշաճ ուրեմն լրացնելը։ Բայց այդ աշխատանքն էլ ինքը պետք է ունենա որոշակի արձանագրություն, այսինքն պետք է այդ արձանագրություն ներկայացնի տնօրենին, որ տնօրենը հասկանա ինչ խնդիր ունեն դպրոցում, միգուցե պետք է դրա մասին խոսել մանկավարժական խորհրդի նիստով։ Այնպես որ մենք ունենք դաստիարակի աշխատանքների դիտարկում, ուսումնական նախագծերի կազմակերպման դիտարկում եւ այլն, դրանք ներդպրոցական փոքր, շատ մեծ ռեսուրս մարդկային չպահանջող աշխատանքներ ունեն, կարող են լինել։ Այդպիսի 2-3 միջոցառում եւ 2 այտենց մեծ ուրեմն ծավալուն ներդպրոցական վերահսկողություն չափորոշիչի ուրեմն ներդրման մասին կամ գնահատման, որը նույնպես էլի չափորոշիչի մասին է։ Ցավոք, այսքան այդ մասին խոսելուց հետո մենք չենք տեսնում հաշվետվությունների մեջ հանրակրթության պետական չափորոշիչի պահանջների կատարումը ստուգող գործընթացների վերաբերյալ ներդպրոցական վերահսկողություն չունենք, մենք այդպես շատ քիչ ունենք, որը շատ ցավալի է։ Սա պլանավորման խնդիր է։ Երբեմն դպրոցներն ասում են մենք այս աշխատանքները պլանավորել ենք օգոստոսին, այնպես որ հիմա ոչ բան չենք կարող անել, բայց եթե մենք այդ պլանավորում ենք մի դպրոցի համար, որը չի աշխատում այդ չափորոշիչով, խնդրում եմ այդ մասին նկատեք։ Աշխատանքի բաժանման մասն էլ ունի լուրջ թերություններ եւ թերությունների մասին կուզեի, որ դուք, այսինքն աշխատանքի բաժանում չկա, չի նշված ով ինչ պետք է իրականացնի
քանի դասալսում պետք է անի, քանի մատյան պետք է ստուգի եւ այլն։ Այդ աշխատանքի բաժանման մշակույթը դեռևս մեր մոտ չի ձևավորվում, բայց դպրոցների հետ որ խոսում եմ, ստացվում է, որ իրանք այդ աշխատանքը արել են, բայց հաշվետվության մեջ դրա մասին չեն գրել, ու շատ բան չեն գրում հաշվետվության մեջ։ Արդյունքները գործնականում լղոզված է ներկայացված, մանրամասն պետք է գրվի, գրավոր եք տվեք, քանի աշակերտ է մասնակցել, ով ինչ արդյունքներ է ստացել, դասալսումներ է կարել համապատասխանաբար, որ ուսուցչի մոտ ինչ դժվարություն կա, ինչ հաջողություն կա, արդյունքները պետք է անպայման նշել։ Իսկ ինչ վերաբերում է ամփոփմանը, ապա մենք ամփոփում երկու տեղ ենք անում։ Մեկը մեթոդ միավորման նիստում եւ երկրորդը կան հարցեր, որոնք մեթոդ միավորման նիստում չեն քննարկվում են միանգամից մանկարժական խորհրդի նիստում։ Այ մանկարժական խորհուրդը եղել է, մեթոդ միավորման նիստը եղել է, դուք այդ քննարկումները արել եք, բայց արձանագրության մեջ այդքան մանրամասն չեք նշել։ Լսեցին հատվածը արձանագրությունների մեջ պետք է լինի ընդարձակ, մանրամասն լրացված պարկասոյի համակարգչով եք այդ աշխատանքը անում, ձեռագիր չի, կարելի է ուրեմն այդ հեշտությամբ կազմակերպել։ Խնդրում եմ, այդ մասով հարգելի տնօրեններ, ուշադիր եղեք, որովհետև վաղը, երբ որ փորձեք ապացուցել, որ դուք այդ ծավալի աշխատանք եք իրականացրել, առանց արձանագրությունների, առանց հիմքերի, դուք այդ աշխատանքը չեք կարող անել։ Օրինակ, դուք գնահատել եք կարողությունների զարգացումը, երբ որ վերջնարդյունքները պետք է գնահատեիք։ Դրա համար դուք ուսումնասիրություն եք իրականացրել, խոսել եք դասվարների հետ, իրենք ասել են, որ այս կամ այն կարողությունը մեծ մասի մոտ այսպես է արվել, զարգացել է, մասամբ է զարգացել եւ այլն, քննարկել եք, ասել եք բացատրի, հիմնավորի, որտեղից է իմանում, որ զարգացել է եւ այլն։ Այդ բոլոր խոսակցական մակարդակով, աշխատանքային մակարդակով կա, ցավոք չկա արձանագրված, չկան այդ հիմքերը։ Միգուցե դուք հարցում եք արել, ուսումնասիրել եք երեխեքի աշխատանքը, նմուշները չկան, վաղը, երբ որ որևէ մեկը կպահանջի տեսչությունը, նախարարությունը, ցանկացած վերահսկողության ընթացքում ձեզնից պահանջեն հիմքերը, օրինակ գրել եք ներդպրոցական վերահսկողություն մատյանների ստուգում, ուր այն արձանագրությունը կամ այն նշումների թերթիկը, որ տնօրենի տեղակալը կատարել եւ ներկայացրել է դպրոցի տնօրենին, որպեսզի նա պատկերացնի, թե հիմնականում ինչ սխալներ են անում կամ բաց թողումներ ուսուցիչները, կամ նույն բանը գնահատման մասին եւ այլն դասալսումների։ Եթե այդ արձանագրությունները չկան, ուրեմն դուք չեք կարողանալու ապացուցել, որ այդ աշխատանքն արել եք։ Մինչդեռ մենք գիտենք, որ դուք մեծ ծավալի աշխատանք եք անում եւ անպայման աշխատեք արձանագրի։ Հիմա ովքեր որ արդեն ունեն արձանագրություններ, խնդրում եմ եւս մի անգամ նայեք արձանագրությունները։ Նայեք եւ եթե կան փոփոխություններ, խնդրում եմ կատարեք այդ փոփոխությունները, դարձրեք ավելի ինֆորմատիվ։ Շնորհակալություն։